կնոջ հղիանալու հետ կապված հարցերը շատ այսպես տարաբնույթ մեկնաբանություններ են երբեմն ստանում, երբեմն նաև տրամաբանությունից դուրս մեկնաբանություններ են ստանում։ Եկեք մի փոքրիկ այս 3 րոպեների ընթացքում փորձենք հասկանալ իրականում ինչ հաճախականությամբ պետք է ունենալ սեռական հարաբերություններ, որպեսզի հղիանալու հավանականությունը լինի բարձր։ Որպես օրինաչափություն ասենք, որ կնոջ դաշտանային ցիկլը, որը տևում է 28 օր կամ 30 օր պլյուս մինուսով, այդ ամբողջ 28 օրվա ընթացքում հղիանալու հավանականությունը ընդամենը 1 օր է, 24 ժամ։ Այսինքն ձվաբջիջը արտադրման օրվանից կենդանի է մնում 24 ժամ։ Եվ եթե այդ 24 ժամերի ընթացքում տեղի չունենա բեղմնավորում, ապա համարենք, որ այդ ամիս էլ հղիություն չի կարող լինի, պետք է սպասել հաջորդ ամսվան։ Հիմա հին մոտեցումը եղել այսպիսին էր, ասում էին, վայ, սպասեք, այդ օրը ունեցեք հարաբերություն, որ հղիանալու հավանականությունը բարձր լինի, բայց հետագայում բժշկությունը զարգացավ եւ ինչ մոտեցումներ առաջ եկան, ինչ տեսակետներ առաջ եկան, նախ այն, որ տղամարդը, որ պետք է սպասի օրերով մինչեւ ձվազատման օրը կգա, այդ ընթացքում իր օրգանիզմում հավաքված սերմը որակապես դառնում է անպիտան։ Այսինքն բժշկության տեսանկյունից մենք ունենք հետևյալ գաղափարը, որ տղամարդը ինչքան հաճախակի է դատարկում սերմը, այնքան ավելի պիտանի է։ Հետևաբար պատկերացրեք մի իրավիճակ, որ տղամարդուն ասում են, չէ, դու 10 օր նստի սպասի, մինչև կնոջ մոտ կլինի ձվազատում։ Այդ ընթացքում սերմը եւ էդ էլ էր սխալ մոտեցում, ասում են սերմը ինչքան երկար չի դատարկվում, այնքան ավելի առողջ են բջիջները, չկա նման բան։ Ամենավերջին հետազոտությունները, որոնք իրականացվել են, ապացուցեցին, որ ամսական եթե 21 անգամ եւ ավել տղամարդու մոտ տեղի ունում սերմնաժայթքում, ապա սերմը ոչ միայն գտնվում է որակապես առողջ վիճակում, այլ նաեւ կանխարգելվում է շագանակագեղձի հետ կապված տարատեսակ խնդիրների առաջացումը։ Այն որ ասում է առակս ինչ կցուցանե, հղիության հավանականությունը լինում է այնքան բարձր, ինչքան հաճախակի դուք ունենում եք հարաբերություններ։ Եվ վերջիվերջո ապացուցված է այն փաստը, որ ստրեսային գործոնը բնականաբար իջեցնում է հղիանալու հավանականությունը։ Այսինքն, եթե զույգը անհամբերությամբ օրեր շարունակ սպասում է, թե երբ է գալու ձվազատման օրը, որ ինքը հարաբերություն ունենա ու հղիություն լինի, այդ սպասողական վիճակը արդեն իսկ ստեղծում է օրգանիզմում ստրեսային պայմաններ, որը ուղեղը ճանաչում է ոչ բարենպաստ հղիանալու համար։ Հետևաբար հղիանալու հավանականությունը կլինի այնքան բարձր, ինչքան հաճախակի եւ առողջ փոխհարաբերությունների մեջ եք դուք գտնվում։